Միացյալ Նահանգները կարճ ժամանակով կասեցնում է ազատություն նախագիծը, որի շրջանակում ամերիկյան ռազմանավերն ուղեկցում էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Գործողությունը տևել է 1 օրից մի փոքր ավելի։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է, որ որոշումը կայացրել է Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքով եւ Իրանի դեմ արշավում ձեռք բերած հսկայական ռազմական հաջողությունների լույսի ներքո։ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի իշխանություններին 20 տարի կպահանջվի երկիրը վերականգնելու համար, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանն էլ երբեք նույնը չի լինի, ասել է նա։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Իրանն այլևս չի կարողանա ֆինանսավորել Համաս եւ Հեզբոլլահ խմբավորումներին այնպես, ինչպես անում էր նախկինում։ Կարծում եմ, ավելի լավ է Չինաստանի հետ լեզու գտնել, քան պատերազմել։ Նրանք հետևում են, թե ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, նրանք հետևում են, թե ինչ տեղի ունեցավ Իրանում, ասել է Թրամփը, խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին։ Իրանը փորձում է աշխարհը ենթարկեցնել իրեն, նրանք մաքուր ագրեսոր են, այս հայտարարությունն էլ արել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Իրանի հետ հրադադարը չի ավարտվել։ Այս պահին հրադադարն անշուշտ պահպանվում է, բայց մենք շատ ուշադիր կհետևենք իրավիճակին, ասել է նա։ Իրանի Յազդ նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Յազդի գլխավոր դատախազը նշել է, որ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերացվել է քրիստոնեական աղանդի հետ կապված ցանց։ Ըստ դատախազության աղանդի որոշ հետևորդներ պատռել եւ այրել են Ղուրանը, անարգել կրոնական սրբավայրերը, ինչպես նաեւ աղոթել Իսրայելի ռազմական հաղթանակի համար։ Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ Yıldırım Han-ը։ Այն ունի մինչև 6000 կիլոմետր թռիչքի շարավիղ։ Թող ոչ ոք չկասկածի, որ անհրաժեշտության դեպքում մենք այն կօգտագործենք առանց վարանելու, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ 281 կողմ 4 դեմ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Իլիե Բոլոժանի կառավարությանը, ստիպելով նրան հրաժարական տալ։ Նշենք, որ Բոլոժանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում այցելել էր Երևան։ Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորված զբոսանավի վրա տեղի է ունեցել հանտավիրուսի կրծողների կողմից տարածվող հազվագյուտ հիվանդության բռնկում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հիվանդության հետևանքով մահացել է 3 մարդ եւ հնարավոր է տեղի է ունեցել վարակի մարդուց մարդու փոխանցման դեպք։ Նավի վրա կա մոտ 150 ուղևոր։ Այն այժմ խարիսխ է գցել Կաբո Վերդեի մայրաքաղաքի նավահանգստի մոտ։ Եվ վերջում, Հարավային Աֆրիկայում ոստիկանին ուղղաթիռից իջեցրել են կոկորդիլոսներով լի ճահիճը, անհայտ կորած տղամարդուն ուտելու համար կասկածվող կոկորդիլոսին տարհանելու համար։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։